Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս նշանակումը կարևոր քաղաքական ձեռքբերում է Հայաստանի համար, վկայելով երկրի աճող դերակատարության մասին եվրոպական կառույցներում։ Ռուբինյանը երկար տարիներ ներգրավված է եղել ԵԽԽՎ աշխատանքներում, կենտրոնանալով ժողովրդավարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։ Նրա ընտրությունը տեղի է ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների աջակցությամբ, ինչը ցույց է տալիս վստահության բարձր մակարդակ Հայաստանի նկատմամբ։ Նոր պաշտոնը Երևանին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ ներկայացնել իր դիրքորոշումները և ակտիվ մասնակցել եվրոպական քաղաքական օրակարգի ձևավորմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում, մասնակցելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին և Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նախարարը հանդես է եկել ելույթներով, շեշտելով մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքի գերակայությունը և տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Այցի շրջանակում եղել են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը և քաղաքական համագործակցության ընդլայնումը։ Այցը դիտարկվում է որպես Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հստակ ազդակ Եվրոպային։ Թուրքիայի պաշտոնական լրատվական ճանապարհով հերքվեց վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է 10 միլիոն դրամ կամ դոլար ֆինանսական օգնություն մատուցել Հայաստանին։ Անկարայի նախագահական տեղեկատվական կենտրոնը հայտարարել է, որ նման որոշում կամ համապատասխան հրաման չի ստորագրվել և չի իրականացվելու։ Կեղծ լուրերը, որոնք սոցիալական մամուլի մի շարք ալիքներով արագ տարածվել էին, հղումներով ոչ պաշտոնական աղբյուրների, մասնավորապես կից նշում էին, որ աջակցությունը միտված է սոցիալական մի շարք խոցելի խմբերի օժանդակությանը Հայաստանում։ Սակայն պաշտոնական աղբյուրները միանշանակ պնդում են, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և լի են սխալ մեկնաբանություններով կամ միտումնավոր ապատեղեկատվություններով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղոմոնյանը ընդունել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում իրականացվող ընտրական բարեփոխումների ընթացքը, շեշտելով կառավարության հանձնառությունը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման նկատմամբ։ Քննարկվել են նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական քայլերը։ ՄԱԿ-ի ներգրավվածությունը դիտարկվում է որպես կարևոր գործոն ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային վստահության ամրապնդման համար։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը այլևս չի հանդիսանում միայն տարանցիկ երկիր, այլ վերածվում է միգրանտների ներգաղթի կետի։ Փոփոխված միգրացիոն հոսքերը պայմանավորված են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներով։ Իշխանությունները նշում են, որ անհրաժեշտ է հարմարեցնել պետական քաղաքականությունը, ապահովելու սահմանների վերահսկողությունն ու սոցիալական համակարգերի կայունությունը։ Թեման արդեն իսկ դառնում է ներքաղաքական քննարկումների առանցքային հարցերից մեկը, հատկապես 2026 թվականի ընտրությունների նախաշեմին։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես հրավիրում է կողմերի համաժողովի բոլոր 196 անդամ պետություններին մասնակցելու 2026 թվականին Երևանում կայանալիք միջազգային համաժողովին։ Նախարարը նշել է, որ Հայաստանը ակնկալում է նաև Ադրբեջանի մասնակցությունը, ինչը կարող է ստեղծել նոր երկխոսության հարթակ։ Միջոցառումը կարևոր քայլ է Հայաստանի որպես միջազգային էկոլոգիական գործընկեր դիրքի ամրապնդման գործում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը լիովին կիրականացնի Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Նախատեսվում է մի շարք իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում, որոնք ուղղված են սահմանային անվտանգության, միգրացիայի կառավարման և իրավակարգի ամրապնդմանը։ Այս գործընթացը դիտարկվում է որպես Հայաստանի եվրոպական ուղեգծի կարևոր բաղադրիչ։ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում եկեղեցու որոշ հոգևորականների իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր փոխնախագահ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանության
իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին, հայտնել է Ռուբինյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հունվարի 27-ին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին այցելել է Եռաբլուր ռազմական Պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակվածների հիշատակին։ Մի քանի օր առաջ ազգային ժողովը օրենսդրորեն հաստատեց հունվարի 27-ը որպես հիշատակի օր, որը նվիրված է բոլոր ժամանակների պատերազմներում ընկած հայ մարտիկների հիշատակին, ոչ աշխատանքային դրությամբ։ Քայլը մեծ արձագանք է գտել հասարակական եւ քաղաքական լայն շրջանակներում, քննարկումների թեմա դարձնելով հիշատակի օրերի նշանակությունը եւ երկրի ազգային օրացույցում դրանց տեղը։ ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։ Ըստ տեղեկությունների, օրերս Երևանում վայրեջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը, որտեղ գտնվել են տեղահանվածները։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը, պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։ Նախնական տվյալներով ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրեջք կատարել Բուխարեստում, որտեղից հետո ժամանել է Երևան։ Այնուհետև նույն ինքնաթիռը Ուզբեկստան է տեղափոխել ավելի քան 40 արտաքսվածների։